Բարի երեկո ժողովուրդ։ Անցյալ անգամ ես չհասկացա ինչ եղավ կապի հետ։ Հուսամ նորից նույն խնդիրը չենք ունենա։ Հիմա սպասենք, տեսնենք ովքեր կմիանան։ Ձայն ունենք, չէ՞ ժողովուրդ ջան։ Լսող կա ժողովուրդ, ձայն ունենք։ Ժողովուրդ ջան, եթե լսում եք, մեկնում եք այդ իմաստ տվեք, հա, ձայն կա թե չէ։ Հա, շատ լավ, Արաքսի ջան, ողջույններս։ Նախ ներողություն եմ խնդրում, սիրելի ժողովուրդ, որովհետև չգիտեմ անցյալ անգամ ինչ կատարվեց, բայց սա եզակի դեպք չէր, էլի նման բան եղավ մի 2-3 շաբաթ առաջ։ Հուսամ ընդամենը տեխնիկական խնդիր էր։ Ինչի մասին էինք խոսում, ես չգիտեմ նրանք ովքեր լսել են նախորդ հաղորդումը, մենք խոսում էինք ռուս-թուրքական այդ պատերազմների մասին։ Ես հիմա չեմ կարող այդ ամենը կրկնել, սիրելի ժողովուրդ, նրանց ում հետաքրքիր այս ամենը կարող եք նախորդ հաղորդումը լսել, թեև շատ վատ որակի է ստացվել, անկեղծ ասած կրկնում եմ, չգիտեմ ինչի համար։ Ես կփորձեմ շարունակել միտքը եւ իմի բերել այն ամենը, ինչ որ կիսատ մնաց, սիրելի ժողովուրդ։ Ուզում եմ հիշեցնել, որ անցյալ անգամ մենք կանգ առանք ռուս-թուրքական վերջին այդ պատերազմի 1878 թվականի վերջին պատերազմի, որից հետո տեղի ունեցավ արդեն Բերլինյան հայտնի կոնգրեսը եւ ինչ կատարվեց Բերլինյան կոնգրեսում, հայերի հետ ինչպես վարվեցին, ինչպես պատասխանեցին հայերին անգլիացիները, ինչպես պատասխանեցին գերմանացիները, ինչպես նախատեցին, մեղմ ասած, նախատեցին թուրքերը եւ ինչպես Հայաստանի ինքնավարության մասին այդ նախագծին 2 անգամ վետո դրեցին ռուսական կառավարության 2 ներկայացուցիչները։ Հիմա դրանից անցնենք առաջ, սիրելի ժողովուրդ, ես ուզում եմ կարճ ասել, որպեսզի հասկանալի լինի այդ ամբողջ այդ ասածիս իմաստը։ 1918 թվականի ապրիլի 12-ին կամ 22-ին, կարծեմ չեմ հիշում այս բանի ճիշտ թիվը, ձևավորվեց Անդրկովկասյան դաշինք։ Այս դաշինքը ձևավորվեց Բրեստ-Լիտովսկի պայմանագրից հետո, որը խայտառակ իրավիճակի մեջ էր դնում Հայաստանի եւ Վրաստանի այսպես քաղաքական վիճակը։ Ինչ իմաստով, որովհետև Ղարս, Արդահան, Բաթումի այսպես ամենը անցնում էր Թուրքիային Բրեստ-Լիտովսկի պայմանագրով։ Այս պայմանագրից հետո իմիջիայլոց Թուրքիայի կառավարության այսպես պահանջով չասենք, այսպես Թուրքիայի կառավարությունը ջանքեր գործադրեց, որպեսզի ստեղծվի Անդրկովկասյան դաշինքը ընդդեմ Ռուսաստանի, բոլշևիկյան արդեն Ռուսաստանի, որովհետև 17 թվականի հեղափոխությունից հետո բոլշևիկները ահա որ սարսափելի ծանր իրավիճակում էին գտնվում։ Անդրկովկասյան դաշինքը ուղղված էր Ռուսաստանի դեմ եւ չեղյալ էր հայտարարում Բրեստ-Լիտովսկի պայմանագիր, այսինքն վրացիները եւ հայերը մեղմ ասած դեմ էին այդ պայմանագրին, բայց ամբողջ խնդիրը նրանում էր, ես անցյալ հաղորդման ասել եմ, թեև չգիտեմ, որ ասածս է լսվել, որը ոչ, Անդրկովկասյան դաշինքի մեջ մտավ նաեւ Ադրբեջանը։ Սիրելի ժողովուրդ, ես այս մասին բազմիցս փորձել եմ շատ նուրբ
շատ զգուշորեն մոտենալ այս հարցին եւ բազմիցս շեշտել եմ, որ 1918 թվականի այդ անդրկովկասյան դաշինքը թեև նախաձեռնողն, այսպես ասած, հիմնական, այսպես կենցաղային լեզվով ասած բզբզացողը Թուրքիան էր, բայց շատ վատ եւ վտանգավոր իրադրության մեջ էր դնում Ռուսաստանին, բոլշևիկներին։ Ինչի համար, որովհետեւ ես կրկնեմ հիմա այդ միտքը Ռուսաստանը կորցնում էր իր ողջ, այսպես ասած, զորությունը Անդրկովկասում։ Եվ դա մնացել է մինչ օրերս։ Որպեսզի այս ամենը տեղի չունենա, սիրելի ժողովուրդ, դեռևս ցարական Ռուսաստանի ժամանակներից Ռոմանովները տեսեք ինչեր են արել Սանկտ Պետերբուրգի այդ դաշինքի, երբ որ Սանկտ Պետերբուրգում կրկնվեց այդ դաշինքը, Ռոմանովները անընդհատ փորձում էին ներազգային, այսպես էթնիկ բախումներ հրահրել Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի միջև։ Ջավախքի հարցը, Ղարաբաղի հարցը, սրա հարցը, նրա հարցը, այսպիսով կարողանում էին կառավարել իրավիճակը, այսպիսով բացառում էին Անդրկովկասյան դաշինքի ստեղծումը, բայց եկավ ժամանակը եւ Անդրկովկասյան դաշինքը ստեղծվեց, թեև այդ դաշինքն ապրեց ընդամենը 1 ամիս։ Ռուսաստանը կարողացավ ներսից քանդել այդ դաշինքը, երբ որ դաշինքի ստեղծվելուց հետո գնաց հանցավոր համաձայնության արդեն քեմալական Թուրքիայի հետ, Թուրքիային ասեց ինչ ես ուզում։ Ես հասկանում եմ, որ այս դաշինքն իմ դեմ է ուղղված, եկեք հասկանանք ինչ ես ուզում վերջապես։ Բոլշևիկները գնացին մեծ զիջումների, շատ մեծ զիջումների գնացին, որի արդյունքում Թուրքիայի դարձյալ միջնորդությամբ Բաթումիում, այսպես գաղտնի բանակցությունների ընթացքում Ադրբեջանը կարողացավ ներսից քանդել այդ դաշինքը, առաջին Ադրբեջանը լքեց այդ դաշինքը։ Հունիսի 4-ին արդեն, նույն թվականի հունիսի 4-ին կնքվեց Բաթումի պայմանագիրը, խայտառակ մի պայմանագիր, սիրելի ժողովուրդ, այս պայմանագիրը արդեն պարտադրված էր հայկական կողմին, իմիջիալոց հայկական կողմից այս պարտադրված պայմանագիրը վավերացրել էր Ալեքսանդր Խատիսյանը եւ մյուս կողմից Խալիլ բեյը։ Ըստ այս պայմանագրի 28,000 քառակուսի կիլոմետրից Հայաստանին մնում էր մի փոքրիկ տարածք։ Գերմանացի մի դիվանագետ, այսպես թեև սարկազմով, բայց այսպես ավելի շատ հեգնանքով էր արտահայտվել Բաթումի պայմանագրի մասին, ասում էր ըստ Բաթումի պայմանագրի հայերին թողեցին Սևանում լողանալու հնարավորությունը, բայց նրանցից վերցվեց չորանալու տեղը։ Այսինքն կարող էին լողանալ Սևանում, բայց չորանալու տեղ չունեին ըստ Բաթումի պայմանագրի։ Անդրկովկասյան դաշինքի քանդվելուց հետո, սիրելի ժողովուրդ, դուք գիտեք, որ այսինքն նրանք ովքեր չգիտեն, ասեն, որ նույն թվականի շատ խառը իրավիճակ էր 18 թվականին, 18 թվականի արդեն դեկտեմբերին վրացիները գլուխ բարձրացրեցին հայերի դեմ։ Ես ուզում եմ այս ամեն ինչը վերջում իմի բերել եւ հասկանանք, թե Հայաստանը ինչի համար, որ տրամաբանությամբ էր անընդհատ հայտնվում այդ խաչմերուկում, արդյոք ինքն էր, այսպես ասած, մեղմ ասած, չակերտավոր ասած, նպաստում պարզապես քաղաքական իրավիճակներ այսպիսին։ Վրացիները գլուխ բարձրացրեցին, վրացիները փորձում էին վերցնել լոռին, նույնիսկ հրճակեցին լոռին, այսպես ինքնավար մարզ են հրճակում։ Դուք գիտեք, որ դրոն մտավ Վրաստան, դրաստամատկանանի զորքը կարողացավ ազատագրել լոռին, բայց վրացիների թիկունքում մնաց էին գերմանացիները։ Այս խառը քաղաքական իրավիճակների մեջ այսօրվա մեր սիրելի ժողովուրդ, ես անդադ որ ասում եմ եկեք հետ նայենք, ինչպես անցյալ անգամ ասեցի, սա ոչ կիբեռնետիկա էր, ոչ մոլեկուլյար ֆիզիկա էր, սրանք թվեր էին, թվեր, որոնք մեկ կրկնվում են։ Նրանց համար ովքեր կգոռան վայ Եվրոպա, վայ Ամերիկա, վայ Ռուսաստան, վայ Չինաստան, վայ Հնդկաստան, սրանց համար ես ուզում եմ անընդհատ ժողովուրդ, ինքնորոշման խնդիր կար։ Կողմնորոշումը միշտ եղել է հայի հետին խելքը, կողմնորոշվենք, ուր էին կողմնորոշվում է ժողովուրդը։ Կպտում էին Ադրբեջանին, կպտում էին Վրաստանին, հետո ասում են չէ, եկեք կպնենք Հայաստանին, իմիջիալոց։
Դեկտեմբերյան այդ հայ-վրացական բախումները, որոնք վրացիները այսպես ագրեսիվ կերպով փորձում էին ճնշել հայկական կողմին, արտահայտություն էին արել վրացական սենատերը, ինչ էր դրանց այդ գերագույն գլխավոր մարմինը, չգիտեմ ինչպես էր կոչվում, այնտեղ հայտարարել էին, որ վրացիները չեն պատրաստվում 1 սանտիմետր հող զիջելու հայերին այս վրացական բախումների ժամանակ։ Նույնիսկ այս հայտարարությունից հետո հայ մտավորականությունը Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսակյան, Պերճ Պրոշյան, Նիկոլ Աղբալյան դեմ էին հայ-վրացական հարաբերությունների սրմանը, քննադատում էին պատերազմը, դրում կատարում։ Ասում են, այ սիրելի Թումանյան, սիրելի Պերճ Պրոշյան, դուք հասկանում եք վրացիներն ինչ են ուզում անեն։ Իհարկե մենք դեմ ենք պատերազմներին, մենք, բայց խաղաղության համար ուժեղ լինել է պետք։ Այսինքն ինչ ուզում են տանք, ինչ ուզում են տանք Ռուսաստանի այս խական հարը, այնպիսին էր Հայաստանի վիճակ, այնպիսին կլիներ Հայաստանը, դա արդեն ավելի ուշ էր, որ Ադրբեջանը ստեղծվեց։ Այս արտահայտությունը գերմանացի դիվանագետի, անկեղծ ասած, իմ հիշողությունից ոչ մի անգամ դուրս չի գալիս, հայերին թողեցին Սևանը, բայց չորանալու տեղ չթողեցին։ Սա ասում են այն գերմանացիները, որոնք հազարավոր այսպես զինվորներով վրացիների կողմից կռվում էին դրույի դեմ։ Վրացիները կարող կրետ համոզել, որ եթե Հայաստանը հանկարծ միանա Ռուսաստանին, սա ձեր համար ահավոր շատ ծանր հետևանքներ կունենա, ռուսական ազդեցությունը Կովկասում կուժեղանա, դրա համար օգնեք մեզ ճնշել Հայաստանին, եւ գերմանացիները սիրով անում էին այդ ամենը։ Սա ընդամենը 100 տարվա պատմություն ունի, սիրելի ժողովուրդ։ Այստեղ կարևոր չէր, գիտեք, սա չի բնութագրում վրացուն որպես ազգ, սա չի բնութագրում նույնիսկ ադրբեջանցուն, սա չի բնութագրում նույնիսկ ռուսին։ Սա բնութագրում է այն պարզ իրողությունը, որ գոյություն ունեն մաթեմատիկական հաշվարկներ։ Ցանկացած երկրի համար գոյություն ունի գերակա շահ։ Սեփական սահմանները ամուր անառիկ պահելը։ Հիմա, երբ որ ես խոսում եմ այս ամեն ինչից, սա ընդամենը թվեր են, ես սրանք չեմ հորինում, սրանք կան, դուք կարող եք բացել, ձեզանից ցանկացած մեկը կարող է այս թվերը բացել եւ կարդալ, երբ որ ես խոսում եմ այս թվերից։ Ինձ անդադ հակադարձում են, ասում են, «Էդ ինչով էինք պահելու, այ ոնց որ հիմա»։ Անկեղծ ասած արդեն չհասկացա, որովհետև մի տեսակ բնավորություն դարձավ, այսպես անդադ կրկնվում է, ես չեմ հասկանում, ես կամ ալիքի հետ է կապված, կամ նորից ձայնի խնդիր ունենք, սիրելի ժողովուրդ, ես անկեղծ ասած չեմ հասկանում, որովհետև կապի խնդիրը այստեղ չեմ տեսնում, որևէ բան չեմ տեսնում, ամեն ինչ նորմալ է, բայց արդեն որի-որ անգամ մեր հաղորդումները ընդհատվում են, անկեղծ ասած չգիտեմ ինչումն է խնդիրը։ Եվ ամեն անգամ այս թեմաները այսպես կիսատ են մնում։ Հիմա տեսեք, որպեսզի չանդրադառնանք պատմական այդ թվերին, որպեսզի ավելի այսպես ասած չխորանանք թվերի մեջ, որոնք մեզ հայտնի են կամ հայտնի չեն, սա արդեն կարևոր չէ, ես ուզում եմ գալ այն հիմնական թեմային, սիրելի ժողովուրդ, որ անցյալ անգամ կիսատ թողեցինք, այդ պրոկրուստյան մահճի մասին։ Ինչ էր կատարվում Հայաստանում այն ժամանակ, ինչ էր կատարվում Հայաստանում հեղափոխությունից հետո, ինչ էր կատարվում Հայաստանում 1918 թվականին, երբ տեղի ունեցան հայ-ադրբեջանական բախումները, ինչ էր կատարվում Հայաստանում, երբ Ստեփան Շահումյանին ուղարկել էին Բաքվում հեղափոխություն անելու, ինչ էր կատարվում Հայաստանում այն ժամանակ, երբ որ Ռուսաստանը 1917 թվականի հեղափոխությունից հետո թողեց Թաթերաբեմը եւ մարտական Թաթերաբեմը եւ գնաց իր հեղափոխությանը տեր կանգնելու, հայերը դարձյալ մնացին, այսպես ասած, կողմնորոշումների մեջ, բրիտանացիներ, ամերիկացիներ, թուրքեր, թե ռուսներ։ Ուրեմն տեսեք, այս պրոկրուստ կոչվածը, սիրելի ժողովուրդ, անցյալ անգամ ասեցի, բայց չգիտեմ անկեղծ ասած տեղ հասել է թե ոչ։
Այս Պրոկրուստը մի ավազակ էր ըստ հունական դիցաբանության, որն ապրում էր աթենք տանող ճանապարհի անտառում։ Ինչ էր անում այս Պրոկրուստը։ Այս Պրոկրուստը ամեն անցնող դառնողին հա մարդը գնում էր ուղակի քայլում էր, գնում էր աթենք, մոտենում էր շատ բարի, շատ այսպես քաղաքակիրթ, շատ այսպես ասում էր այ բալամ հոգնած կլինես, արի տունս մոտա մտնենք, մի բաժակ ջուր կխմես, մի կտոր հաց կուտես խաբեությամբ անցորդներին տանում էր իր տուն Պրոկրուստը։ Գինի էր հյուրասիրում, երբ որ անցորդները այսպես թեթև գինովնում էին, թեթև հանդարտվում էին, հանգստանում էին, մտածում էին, ես ինչ լավ մարդ էր, այս Պրոկրուստը մեզ այսպես իջևան տվեց, Պրոկրուստը կապում էր այս մարդկանց եւ գցում իր մահճին։ Պրոկրուստն ուներ մի մահիճ, սիրելի ժողովուրդ, որից այն կողմ ստանդարտներ գոյություն չունեին։ Ում ոտքերը երկարում էին այդ մահճից, հա, պատկերացրեք, Պրոկրուստը զոհին դրել էր մահճակալին եւ զոհի ոտքերը հանկարծ մահճակալից դուրս էին գալիս։ Պրոկրուստը կտրում էր նրանց ոտքերը։ Ում ոտքերը կարճ չէին հասնում մահճակալի վերջին, Պրոկրուստը ձգում էր այս մարդկանց, պատկերացնեք ինչ տանջանքների ենթարկում։ Վերջին հաշվով Պրոկրուստին կարողացավ լիկվիդացնել, այսպես ասած, Պոսեյդոնի որդի Թեսևսը, բայց կարևորը այս ստանդարտներն էին։ 1991 թվականի Հայաստանի անկախությունից վեր ես ինչու եմ այսպես կտրուկ վերելք անում, սիրելի ժողովուրդ, որպեսզի դուք հասկանաք, թե ինչպես 100 տարի անց Հայաստանը դարձյալ հայտնվեց նույն խաչմերուկում առանց հետ նայելու 100 տարի հետ, որպեսզի հասկանանք, ախր այ ժողովուրդ, այս թակարդը 100 տարի առաջ էլ կար։ Լավ, բա սա սովորական մաթեմատիկա էր, ընդամենը թվեր էին, հասկանում եք, պետք էր բացել կարդալ 1918 թիվ, Բրեստ-Լիտովսկի պայմանագիր, ընդամենը կարդալ, ընդամենը պատմություն էր պետք, խմբագրել էր պետք պատմությունը, ինչի համար եմ ասում ես, որ այդ կրթական համակարգն էր դաստիարակելու սերունդը, ոչ թե Google-երով ընկնեին մանգային, ոչ թե մեկու մեջ ասենք հետաքրքիր լինել, բացեին, կարդային կամ միամիտ կամ ասես պատահական հանկարծ ինֆորմացիան այսպես ընկներ աչքներին, այլ դասավանդվեր էս ինֆորմացիան, թե ինչպես 1918 թվականին առաջին համաշխարհային պատերազմից հետո արդեն պայմանագրով մարտական գործողություններին իրավունք չունեցող Թուրքիան դարձյալ միջամտեց եւ մտավ Ալեքսանդրապոլ։ Ինչպես եղավ, որ հայերը հայտնվեցին մեկ ադրբեջանցիների թևի տակ, ոչ թե թևի տակ, այլ բախումների մասին է խոսքը։ Ինչպես ստացվեց, որ Անդրկովկասյան դաշինքին համաձայնվեցին, սա պարզ մաթեմատիկա էր։ Բայց այդ դաշինքը մեկ ամիս անց քանդվեց, Ադրբեջանը գնաց իր ճանապարհով, վրացիները հայերին ասացին, հələ եկեք ստեղ լորի, ջավախ, մի տեսնենք ես ինչ եք անում։ Ինչպես վրացիները Բաթումին պահելու համար Ղարսը զիջեցին թուրքերին։ Վրացիները 100 տարի անցավ, եկան նույն պատերազմի շեմին, նույն վիճակում հայտնվեցին, դարձյալ Թուրքիա, դարձյալ Ռուսաստան, այն ժամանակ բոլշևիկներն էին, հիմա չգիտեմ ով է, այն ժամանակ Քեմալներ, հիմա չգիտեմ ով է, այն ժամանակ չգիտեմ մուսաֆաթական Ադրբեջաներ, հիմա անկախ Ադրբեջանա, այն ժամանակ չգիտեմ ինչ Վրաստաններ, ախր ոչինչ չի փոխվել բացի անուններից։ Հայերը դարձյալ հայտնվեցին այդ խաչմերուկում եւ դարձյալ սեփական թակարդը ընկան։ Սեփական թակարդն ինչու համար եմ ասում, որովհետեւ հայերը 91 թվականի անկախությունից վեր Հայաստանում հիմնեցին Պրոկրուստի մահճի վարդապետությունը, որոշվեցին ստանդարտներ, հիմնվեցին, կազմավորվեցին ստանդարտներ, ըստ այդ ստանդարտների ցանկացած մեկը, որի ոտքերը հանկարծ այդ ստանդարտներից դուրս կգար, պետք էր կտրել։ Մեկի ոտքերը, որ հանկարծ կարճ պիտի լինեն այդ ստանդարտներից, պետք էր քաշել ու ձգել նրանք, ովքեր չհամապատասխանեցին այդ ստանդարտներին։ Այս ամեն փոխվող իշխանություն դրեց սեփական պրոկրուստյան մահճի վարդապետությունը, սեփական ստանդարտները դրեց ամեն կառավարություն 91 թվականից վեր, ամեն նոր եկող կառավարություն բերեց սեփական մահիճը, դրեց սեփական պրոկրուստյան մահիճը եւ ասեց սիրելի ժողովուրդ, ում ոտքերը երկարեց կտրելու եմ, ում ոտքերը կարճ եղավ ձգելու եմ, որովհետեւ գոյություն ունի ընդամենը մեկ պրոկրուստյան մահիճ, դուք պիտի համապատասխանեք այս ստանդարտներին։ Եվ այս ամեն ինչը անելու համար
պետք էր առաջնահերթ ինտելեկտուալ դեգրադացիա, պետք չէր պատմությունը բացել, պետք չէր պատմությունը խմբագրել, պետք չէր ՍՍՀ պատմությունից կամ չգիտեմ կոլխոզներից, սովխոզներից, կտվորուհիներից անցնել հայ ժողովրդի պատմության, Հայաստանի պատմության, նորագույն պատմության, հին պատմության, մեր թվարկությունից առաջ, պետք չէր գնալ հասնել Աքեմենյան Պարսկաստան, պետք չէր գնալ հասնել Բեհիստունյան արձանագրությունը Պարսկաստանի այդ քարանձավում, ոչ թե քարանձավում, այլ ժայռի վրա, որպեսզի տեսնենք, այդ ինչ հայկական հետք կար Բեհիստունյան արձանագրության վրա, պետք չէր վերլուծել 1918 թվականը, պետք չէր վերլուծել 1914-ը, առաջին աշխարհամարտից հետո կիսամերձ Թուրքիան ինչպես կարողացավ Հայաստանից խլել մի բան, ախր Թուրքիան ընդհանրապես իրավունք էլ չուներ մտնելու այնտեղ, Թուրքիան սանկցիաների տակ էր, բայց բոլշևիկներին դիմեց, բոլշևիկներին, այսպես ասած, կարողացավ համոզել Լենին պապիկին, Լենին պապիկն էլ գնաց հանցավոր համաձայնության, որովհետև 1917 թվականի իշխանության եկած բոլշևիկները որևէ քաղաքական համախոհ չունեին աշխարհով մեկ, սրանք վտարանդիներ էին, Թուրքիան և բոլշևիկները քաղաքական վտարանդիներ էին, որևէ մեկը սրանց հետ գործ ունենալ չէր ուզում, և այս երկուսը եկան հանցավոր համաձայնության, բոլշևիկները Թուրքիային զիջեցին ինչ որ նրանք ուզում էին, նրանք էլ ասացին, մենք ձեզ կամաց կօգնենք, ես կրկնում եմ սիրելի ժողովուրդ, ինձ բացարձակ հետաքրքիր չէր ոչ ռուսը, ոչ թուրքը, ոչ վրացին, ոչ էլ անգամ բրիտանացիները, ոչ էլ անգամ ֆրանսիացիները, որ մեկ ու մեջ այսպես գալիս էին, ասում էին, եկեք հայեր ջան, եկեք ձեզ կօգնենք, հայկական, ես անցյալ անգամ ասեցի, չեմ ուզում կրկնեմ, ինչպես Ֆրանսիայի տարածքում կազմավորվեց հայկական լեգիոնը, ինչպես այդ հայկական լեգիոնը, որը նախատեսված էր Արևմտյան Հայաստանում Թուրքիայի Քեմալի դեմ կռվելու համար, ուղարկվեց նախ արաբական թերակղզի, և հայերը չասեցին, մենք ինչ գործ ունենք այնտեղ, ֆրանսիացիներն ասեցին, նեղն ենք, մեր զորքերը չեն հերիքում, գնացեք արաբական թերակղզում մի քիչ կռվեք, մինչև կեթակ Արևմտյան Հայաստան, 100-200-ից ավել կարծեմ զոհեր են տվել այնտեղ հայերը, և երբ որ ֆրանսիացիները կարողացան համաձայնության գալ Քեմալական Թուրքիայի հետ, ֆրանսիական ներողություն Ֆրանսիայի զինված ուժերի կազմում գործող հայկական լեգիոնը լուծարվեց, ես չգիտեմ հասկանալի քանի լեզվով կարելի էր բացատրել սիրելի ժողովուրդ, որ հայերը անհիշելի ժամանակներից պարզագույն մաթեմատիկական հաշվարկների լուրջ խնդիր ունեին, այստեղ ոչ կիբեռնետիկա էր, ոչ մոլեկուլյար ֆիզիկա, ընդամենը երկուսին պետք էր գումարել երկուս, ոնց պիտի կարողանայինք պահել, բացատրում եմ 1918 թվականին, հայ-ադրբեջանական բախումներից հետո, քաղաքացիական բախումներից հետո, երբ որ բոլշևիկները պարզապես այսպես մեր ու մանուկով փրթեցին մենշևիկներին, ջարդուփշուր արեցին, կոտորեցին, գիտեք, հազարավորների ընտանիքներով վերացրեցին այդ մարդակեր բոլշևիկները, երբ որ եկավ այդ այսպես չակերտավոր խաղաղություն, արդեն քաղաքացիական պատերազմից հետո ինչ խաղաղության մասին է խոսքը, երբ որ կամաց մի քիչ իրավիճակը հանդարտվեց, բոլշևիկները հասկացան, որ իրենք ռազմական որևէ արդյունաբերություն, պոտենցիալ ոչինչ չունեն, այն ինչ որ կարողացել էին ցարական Ռուսաստանից գրավել, բռնագրավել, չգիտեմ ինչ անել, այդ մենշևիկների ցարական Ռուսաստանի հետ այդ բախումների արդյունքում այս ամեն ինչը վերածվել էր մետաղե ջարդոնի, ոչինչ չունեին բոլշևիկները, ոչ ուղեղներ ունեին, ոչ խելացի մարդիկ ունեին, բոլոր այդ խելացիները կամ գնդակահարվել էին, կամ անցել էին մենշևիկների կողմը, և երկրորդ դեպքում նույնպես գնդակահարվել էին, առավելապես հսկայական կայսրությունը արդեն, բոլշևիկների արդեն կայսրությունը զրկվել էր նավատորմից, նավատորմը վերածվել էր երկաթե ջարդոնի, ոչինչ չկար, ոչինչ, ջրի վրա մնացել էին մենակ երկաթե ջարդոնները ջրի հատակին, ջրի վրա մնացել էին ինչ-որ փայտե կտորներ, բոլշևիկները ման եկան ողջ Ռուսաստանով մեկ,
ման գան գտնեն, տեսնեն ինժեներներից ով կա, ինչ կա, ոնց կա, ես հիմա ձեզ կբացատրեմ, սիրելի հայեր, եթե դուք ձեզ մի քիչ նեղություն տաք, լսեք, թեև ես գիտեմ, որ մի քիչ ավելի ախմախ այսպես հաղորդումներ լինի, դուք հազարներով կգնաք եւ կլսեք, բայց կրկնում եմ, այս ամեն ինչ հիմքը դրվել 91 թվականին, որպեսզի նման զրույցները երբևէ հանրային այսպես ձայնի չհասնեն, չբարձրանան, չտարածվեն։ Բոլշևիկները կարողացան գտնել հայ ինժեներ Ալեքսանդր Գարսոյանին, որը ես սրա մասին առանձին հաղորդում եմ արել, եթե դուք տեղյակ եք, որը կարողացավ մետաղե ջարդոնի վերածված ռուսական ցարական նավատորմը վերածել կարմիր հեղափոխական բանակի նավատորմի։ Ալեքսանդր Գարսոյանը, նույն ինքը Գարսոյևը, համարվում է արդեն ԽՍՀՄ-ի, Սովետական միության ատոմային առաջին սուզանավերի նախագծողը, բայց այս մարդու մասին ողջ ինֆորմացիան ռուսները հնարավորինս հավասարեցրել են զրոյի։ Այս մարդու աշխատանքը իջեցրել են այն աստիճանի, որ նրանից առաջ, չգիտեմ, ռուսների անուններ կան, հետաքրքիրը գիտեք ինչն էր, որ երբ որ 17-ամյա, 18-ամյա Վանոն, այսպես ասած, դեռևս ոչ մեկի հայտնի Վանոն, երբ որ նավատորմ ընդունվելու քննություն էր հանձնում, ռուս ադմիրալը նրան ասում է, դու ինչ ազգություն, ով ես ազգությամբ, Վանոն ասում է, ես հայ եմ։ Ռուս ադմիրալն ասում է, ախր հայ ես, բայց լեռներ կան, սարեր կան, այ բալամ չգիտեմ, ոչխարներ պայեք, այսպես հեգնում է, հայերն ուր, ծովն ուր, ռուս ադմիրալը։ Եվ երիտասարդ Վանոն պատմում է, այսպես հեգնանքով արդեն, փոխադարձ հեգնում է, փոխադարձ այսպես բարկացած պատմում է, ասում է դուք ռուսական բանակի գեներալ եք, ռուսական բանակի ադմիրալ եք, դուք միթե չեք լսել հայ նավապետների կամ հայ ադմիրալների մասին, չէ՞ որ այդ հայ ադմիրալները ռուսական ցարական բանակի նավատորմի կազմում կռվում էին ախր։ Քանի պատերազմներ են հաղթել։ Եկեք հետ գնանք Կիլիկիայի ժամանակներում եւ տեսնենք, թե հռոմեական կայսրությունում ինչպես էին սարսափում Կիլիկիայի, ինչպես իրենք են ասում, ծովահեններից, ինչ ծովահենների մասին էր խոսում։ Եկեք հետ գնանք մեր թվարկությունից առաջ եւ տեսնենք, թե հայ ադմիրալները, այսօրվա ադմիրալները են, ժամանակվա նավապետերը, ինչպես էին նավարկում միջերգրական ծովով կամ աշխարհի այս ծայրից մյուս ծայրը, բանկային համակարգ էին հիմնել այս հայերը մեր թվարկությունից առաջ, այսօրվա, չգիտեմ, ոնց որ Western Union-ը, գումարային փոխանցումներ էին անում, ողջ առևտուրը, եկեք հետ գնանք Վենետիկի քարերը դնելու պահին, տեսնենք, թե ինչեր էին անում հայերը, եկեք հետ գնանք միջնադարյան Եվրոպա եւ հասկանանք այդ լավագույն ապրանքները արևելքից ովքեր էին բերում, ֆինանսական այդ շրջանառությունը, որի հաշվին կառուցվում էր այսօրվա Վենետիկը, որտեղից էր գալիս, որ հարկերից, ում հարկերից, ովքեր են այդ հարկերը մուծում, նույնը Սինգապուրում, ովքեր են այդ մուծում այդ հարկերը, Հոնկոնգի նավահանգիստների նավերի 80%-ի վրա գրված էր կամ Արմենիա, կամ Հայաստան, կամ Ռիփսիմե, կամ չգիտեմ Սուրբ Գևորգ, պատկերացնեք, որ թվերի մասին եմ խոսում։ Եվ այս երիտասարդ Վանոն ռուս ադմիրալին ասում է, դուք ռուսական բանակի ադմիրալ եք, բայց միթե դուք չեք ճանաչում լեգենդար Գարսոյևին, ախր Գարսոյևը ձեր ոչնչությունից, այսպես զրոյից ձեր նավատորմը ստեղծեց, տվեց ձեզ բոլշևիկներ։ Եվ իմիջիայլոց այս երիտասարդ Վանոն ընդամենը մի քանի տարի անց, մի 20 տարի անց, 1943 թվականին դառնալու էր երկրորդ հայը, որը ադմիրալի կոչում ստացավ անմիջապես պատերազմական իրավիճակում ադմիրալ Իսակով։ Եվ առաջին հայը, ով մարշալի կոչմանն ասավ հենց պատերազմական իրավիճակում, պարոնայք ռուսներ, հաղթանակի մարշալ Գյորգի Ժուկովը, գնդապետից մինչև մարշալ, այդ ժամանակահատվածը գնդապետից մինչև մարշալ անցել էր 17 տարում, 17 տարում մարշալ Ժուկովը, 17 տարում էր գնդապետից հասել մարշալի։ Պատմում են, որ Վասիլի Ստալին անդադ հորը բողոքում էր, ասում էր, ես չեմ հասկանում, այդ Ռուսնովը իբր թե ռուս, այն ժամանակ դե այդպես գիտեին, հա,
Ասում են այդ ռուսնովը, որ դրան այդքան ճանապարհ ես տալիս այդպես, բայց նա ռուս չէր, նա թաղերից էր, մեծ թաղերից։ Գնդապետ Սերգեյ Խուդյակով, ավելի ուշ արդեն Արմենակ Խամփերյանց, 1941 թվականին Արևմտյան ռազմաճակատի շտաբի պետն էր, կարծեմ, ընդամենը գնդապետի կոչումով։ Եվ երբ որ գերմանացիները հարձակվեցին Արևմտյան ռազմաճակատի վրա հենց առաջին օրը, պարզապես գետնին հավասարցնելով ռազմաճակատի այսպես ավիացիայի գրեթե 80-90%-ը, երիտասարդ մի հրամանատար կար, Իվան Կապեց, կարծեմ, Իվան Կոպեց։ Այս երիտասարդը, որ տեսավ ավիացիայի 70-80%-ն արդեն հավասարվել է գետնին, ինքնասպան եղավ։ Ստալինը իր հատուկ մարդուն ուղարկեց, ասեց գնա մտի։ Հիմա տեսեք ես ինչի համար եմ պատմում այս պատմությունը, որ հանկարծ ու հանկարծ ասելուց առաջ չասեք, բա ինչով էինք պահելու այն 1918-ին, Բաթումի պայմանագիր, Բրեստ-Լիտովսկի պայմանագիր, հայ-ադրբեջանական բախումներ, հայ-վրացական բախումներ, ռուսական-թուրքական խաղեր, ինչով էինք պահելու, ասում եմ, ինչով էինք պահելու։ Եվ ես դեռ գնացել էի Աքեմենյան Պարսկաստանից էի գալիս, բայց միանգամից եկա այս մեր ժամանակները արդեն, մեր դարերը։ Ստալինը իր հատուկ մարդուն ուղարկեց, հատուկ ներկայացուցիչին ուղարկեց, ասեց մի գնա տես այդ արևմտյան ռազմաճակատում ինչ է կատարվում, ով ձեռքը տնկնի գնդակահարի։ Հրամ կազմի բարձրաստիճան սպաների 90%-ը գնդակահարվեցին հենց առաջին օրը։ Եվ սա այն դեպքում, որ սովետական պրոպագանդան մեզ միշտ սովորեցնում էր, ասում էր գերմանացիները առանց պատերազմ հայտարարելու հարձակվեցին, որովհետև գոյություն ուներ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտ, գերմանացիները պիտի չհարձակվեն, բայց սովետական հետախուզությունը իդեմս Թիֆլիսեցի Օսանի ներողություն այս արտահայտությանս Լակոտ Հմայակ Քաբուլյանի, որը հետո պիտի ջարդուփշուր աներ սեփական ժողովրդին, դեռևս 41 թվականի հունվարին Բերլինից զեկուցել էր, որ պարոն Ստալին, գերմանացիները հարձակվում են, զգուշացեք։ Սովետական հետախուզություն, այսինքն սա միֆ էր, սա ռուսական պրոպագանդա է, որովհետև չգիտեին ինչպես արտարացնեն իրենց փնթիությունը, թե ինչպես հենց առաջին օրը կեսը վերացեցին։ Սեփական փնթիությունը արտարացնելու տարբերակ չուներ, սովետական պրոպագանդան ասում էր մենք տեղյակ չէինք, մենք տանը քնած էինք, գերմանացիները արձակվեցին։ Սովետական միությունը հստակ գիտեր, որ գերմանացիները հարձակվում են, օրով, ժամով գիտեր, նույնիսկ տեղանքով գիտեր, որովհետև քարտեզն ուղարկված էր, Բարբարոսա թղթապանակը ուղարկված էր, հետախուզությունն ուղարկել էր։ Այդ բլիցկրիգով պիտի մտնեին Մոսկվա, Կիև, չգիտեմ, Մինսկ, եւ ում հանձնարարվեց այս 3 քաղաքների պաշտպանությունը։ Հիմա ես դիմում եմ մեր ժողովրդին, պարոն Նայք եւ Տիկ Նայք։ Այս մարդու անունը, որ ես հիմա տալիս եմ, այս մարդուն հայհոյելուց առաջ, եկեք վերջնականապես այս գլուխները մցրեք, որ 1941 թվականին չկար Ռուսաստան։ 1941 թվականին գոյություն ուներ սովետական սոցիալիստական հանրապետությունների միություն։ 1941 թվականին սովետական պրոպագանդան արդեն 30 տարի քարոզում էր ժողովրդին, որ դուք ձեր հայրենիքը Կրեմլն է։ Ես ձեզ կպահեմ, Բաքուն էլ կշենացնեմ, Երևանն էլ կշենացնեմ, ինչպես մենք սիրում ենք կրկնել, սովետի ժամանակ Երևանը դարձավ Երևան, Թիֆլիսը դարձավ Թիֆլիս, ոչ։ Թիֆլիսը դարձավ Թիֆլիս, երբ որ Միքայել Արամյանցը իր փողերը դնում էր Թիֆլիսում։ Բաքուն դարձավ Բաքու, երբ որ Մանթաշովն էր իր փողերը դնում այնտեղ։ Բաքուն դարձավ Բաքու, երբ որ Միքայել Արամյանցը որոշեց, որ պիտի նավթատարերով հանել նավթը բերել Բաթումի, իսկ Մանթաշովը ֆինանսավորեց Բաքու Բաթումի նավթատարը։ Այդ ժամանակ Բաքուն դարձավ Բաքու։ Եվ այսպես 41 թվականին Ստալինի հատուկ ներկայացուցիչը մտավ արևմտյան ռազմաճակատ, ով առաջը դուրս եկավ գնդակահարեց։ Լեյտենանտից բարձր բոլորին գնդակահարեց։ Ասաց ձեր շտաբի պետն ուր, ասեց ին շտաբի պետը հիվանդ է, պարկած է հիվանդանոցում։ Ասեց մի գնացեք դրան անկողնով, բանով ասենց վերցրեք ու բերեք։ Անկեղծ ասած չգիտեմ գնդապետը ինչ խնդիր ուներ այդ ժամանակ, կարծեմ կույրաղիքի թե ինչ խնդիր ուներ, գնում են մահճակալով, վիրակապերով վերցնում են, բերում են այսպես, դնում են հենց արևմտյան ռազմաճակատում, ասում են սա է մեր շտաբի պետը։ Եվ իմիջիայլոց ռուս վերլուծաբաններն ասում են, որ
Խուզյակովին գնդակարությունից փրկեց, հենց այդ օրը գնդակարությունից փրկեց այն փաստը, որ նա պարզապես հիվանդանոցում ծանր պարկած էր։ Ստալինի այդ ներկայացուցիչը Խուզյակովին հրամայեց, ասեց Ստալինը ձեզ հանձնարարել է 1 շաբաթում այս ջարդոնը բարձրացնեք երկինք, ինչպես որ Ալեքսանդր Գարսոյանը, որին դուք դարձրեցիք Գարսոյև, պարոն այք ռուսներ, մետաղե ջարդոնի նավատորմը դարձրեց կարմիր բանակի նավատորմ եւ նախագծեց խորհրդային առաջին ատոմային սուզանավերը։ Այդպես 1 շաբաթ անց գնդապետ Սերգեյ Խուզյակովը օդ բարձրացրեց ջարդոնի վերածված արևմտյան ռազմաճակատի ավիացիան։ Գեն Մարշալ Բաղրամյան, Մարշալ Բաբաջանյան, Ագանովը մեր, հա, Մարշալ ինժեներական զորքերի բոլոր այս մարշալները մարշալի կոչման արժանացել են խաղաղ պայմաններում արդեն պատերազմից հետո։ Մարշալ Սերգեյ Խուզյակովը, որը հետո պարզվեց, որ Արմենակ Խամփերյանց է, եւ Աբակումովի այսպես խաղերի արդյունքում, որ փորձում էր Խուզյակովին օգտագործել Բերիայի դեմ, Մարշալ Խամփերյանցին գնդակարեցին, բայց միակ հայը եւ թերևս միակ զինվորականը, ես չեմ կարող ասել, անկեղծ ասած մարշալների այդպես ռուս մարշալների պատմությունից տեղյակ չեմ, բայց միակ հայը, որ գնդապետից մարշալի կոչման հասավ 3 տարում եւ պատերազմական գործողությունների ժամանակ սրա նախադեպը չկար։ Եվ կրկնում եմ հատուկ ռուսական ուղեղների համար, որ Մարշալ Ժուկովը, նույն ինքը հաղթանակի մարշալը, որի ատրճանակից գնդակահարվել են 200-300 հազար ռուս զինվորներ, գիտեք Մարշալ Ժուկովը քանի հազարների է գնդակահարել։ Այսպես կանգնում էր ու թիկունքից խփում էր, ոչ ոք իրավունք չուներ պտտվելու, պտտվեց կգնդակահարը։ Մարշալ Ժուկովը այս ճանապարհ անցել էր 17 տարում, բայց Աբակումովը կարողացավ գտնել թույլ տեղը, որ սա Խուզյակովը չէ, սա Արմենակ Խամփերյանցն է եւ օգտագործեց սա Բերիայի դեմ, Բերիային գցելու համար, բայց 1949 թվականին, երբ որ ԽՍՀՄ-ում փորձարկվեց առաջին ատոմային ռումբը, որի հեղինակներն էին մեր Կիրակոս Մետաքսյանն ու Սամվել Քոչարյանցը Կուրչատովի գլխավորությամբ, եւ այս ատոմային ռումբի նախագծերը Մանհեթենյան նախագծից կորզել էր, գողացել էր, փոխանցել էր Կրեմլ Արզամաս 16 Հայկ Բադալի Հովակիմյանը, այս փորձարկումից հետո Ստալինը հրաժարվեց Բերիային ոչնչացնելու մտքից, Աբակումովն էլ հասկացավ, որ մարշալ Արմենակ Խամփերյանցը կարող է օգտագործվել իր դեմ եւ սուտ պատրվակներով իբր թե Մուգդենյան օպերացիայի ժամանակ ինչ-որ այդ չինական այդ պսևդոկայսեր գոյություններ, հա, չինացի էր, բայց ճապոնական պսևդոկայսեր էր, այդ Մանջուրիայի կայսեր, իբր թե նրա ոսկիները գողացել, այսպեսի մի հիմար այսպես պատրվակներով միջնորդություն ներկայացրեց եւ մարշալ Արմենակ Խամփերյանցին գնդակահարեցին։ Ինչպես հաղթեինք։ Ինչ պիտի անեինք 18 թվականին։ Ես չեմ խոսում 600,000 հայերի մասին, որոնք մասնակցել են հայրենական կոչված պատերազմին, բա Արցախի պատերազմը հայրենական չէր։ 600,000 հայ մասնակցել է հայրենական պատերազմին, ողջ ԽՍՀՄ-ի տարածքից, բա հայրենական չէր։ Եկեք նայենք բնակչության թվին, Արցախից հայրենական պատերազմը մեկնել ամեն երկրորդ արցախցին, մի փոքր Արցախը այդ հայրենական պատերազմի տեսեք ինչեր է տվել։ Ինչ գեներալներ, ինչ մարշալներ, ինչ զինվորներ, ինչ, չգիտեմ, սովետական միության կրկնակի, եռակի հերոսներ։ Մի փոքր Արցախի բնակչության թվին նայեք այն ժամանակ, Հայաստանի բնակչության թվին նայեք այն ժամանակ եւ մասնակցության թվին նայեք։ Նայեք հերոսների, ասենք ցուցակին, Հայաստանից հերոսներ, Ադրբեջանից հերոսներ, չգիտեմ, Վրաստանից հերոսներ։ Ես փորձում եմ սա ասել ինչի համար, սիրելի ժողովուրդ, որ հայ ժողովուրդը երբեք չկարողացավ մեկին գումարել մեկ եւ ստանալ սեփական ազգի պոտենցիալը։ Հայ ժողովուրդը երբեք չկարողացավ նայել 1000 տարի հետ, չկարողացավ բացել Աքեմենյան Պարսկաստանի պատմությունը, Շահբուհի ժամանակներից, երբ որ պարսիկները ասպատակում են, երբ որ աշխարհի երեսին դեռևս թուրքեր չկային, Օսման ցեղապետ գոյություն չուներ,
Օսման ցեղապետից 1000-ամյակ առաջ պարսիկները ասպատակում էին անընդհատ տեղահանում էին հայերին, մոնղոլներ, թաթարներ, չգիտեմ ինչեր, աֆղաններն եկան մտան նոր ճյուղան քանդուք հարապարեցին։ Արդեն Շահ Աբասից հետո եւ հայերը գնացին արդեն Հնդկաստան, գնացին Կալկատա, գնացին Սինգապուր։ Չկարողացան այս հայերը գումարել իրար։ Չկարողացան վերցնել ասել ախր մենք պատմություն ունենք, ախր մենք ժողովուրդ ունենք, լավ։ Այդ ամենը դնենք մի կողմ, այդ մասնակցություն 600,000 գեներալներ, մարշալներ, չգիտեմ, սովետական միության առաջին հետախուզությունը, ես սրա մասին էլ եմ ասել, առաջին հետախուզությունը, որը հիմնվեց Ֆելիքս Էդմունդովիչ Ձերժինսկու նախաձեռնությամբ, սովետական միության հետախուզության առաջին ղեկավար նշանակվեց կրկին հայ Հակոբ Դավթյան Ագուլիսից, Նախիջևանի Ագուլիսից։ Հակոբ Դավթյանին այդ պաշտոնում փոխարինեց Ռուբեն Քաթանյանը Թիֆլիսից։ Սովետական միության հետախուզությունը, առաջին հետախուզությունը, ոչ ռուս, ոչ վրացի, ոչ ադրբեջանցի, Ձերժինսկին ասեց մենակ ես մի չեկիստը կարող է անել սա, այդ չեկիստը Դավիդովն է։ Կեղծանունը Դավիդով, Դավիդովը նույն Հակոբ Դավթյանն էր Նախիջևանի Ագուլիսից, գնդակը հարեցին չեկիստները Դավիդովին, ինչպես եւ հասկանալի պիտի լիներ, ինչ էր արել, ասում են դու երբ որ Գերմանիայում ես, անգլո հպատակ Գյուլբենկյան գալուստի հետ ինչ-որ հանցավոր համաձայնության եք եկել, ըստ որի որոշել եք Հայաստանը դուրս բերել սովետական միության կազմից, Ռուսաստանի, ցարական Ռուսաստանի Ռոմանովներ, չգիտեմ ինչեր, որոնք ռուսել չէին ախր, այ բալամ այդ գերմանացիները Եկատերինաներ, Պյոտրներ, չգիտեմ ինչեր, ռուսել չկար մեջները, սրանց գերագույն գլխավոր վախը միշտ եղել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի ընդհանուր շահը, այսինքն եթե ստացվեր այնպես, որ Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը ընդհանուր շահ ունենային, ոչ Օսմանյան Թուրքիա, ոչ ռուսական կայսրություն չէին կարող այս խաղերի արդյունքում անել այն ինչ որ արեցին հիմա, բայց որպեսի սրանք երբևէ ընդհանուր շահ չունենան, սրանց մեջ միշտ պետք է լինի ազգամիջյան խնդիրներ, որը սկիզբ է դրել ցարական Ռուսաստանը, պարոն ռուսապաշտներ, ցարական Ռուսաստանի ժամանակներից անընդհատ թաքնվեին, ասենք, չգիտեմ, լեռան հետևը, հա, հանկարծ մի հատ կրակոց, կեցե իշխան Դոլգորուկին։ Ռուսներն եկան, ռուսներն ազատագրեցին, ռուսները փրկեցին։ Ասում ես ընդամենը պատմություն կա, բացեք, արկետ, էջարեշ, բացեք, կարդացեք, հասկացեք, որ ռուսները միշտ սարսափել են հայերի այս ինքնավարությունից, անկախությունից, որովհետև այս գերհզոր պոտենցիալը հանկարծ ու հանկարծ սկսվեր օգտագործվել ներսում, սա վերջը գիտեք ինչ պայթունավտանգ էր լինելու, չպիտի օգտագործվեր, սիրելի ժողովուրդ։ 1945 թվական պատերազմը վերջացավ։ Ես սրա մասին եմ ասել, բայց չեմ զլանա, այս մեկնաբանություն գրողներին եմ ասում, սիրելի մարդիկ, այստեղ ոչ պրոռուսական, ոչ հակառուսական, ոչ պրոարևմտյան, ոչ հակարևմտյան։ Նույնիսկ հարևանների հետ ես ընդհանուր ոչինչ չունեմ, ես խոսում եմ մեր ժողովրդի ունեցածի մասին, որը պահել չկարողացաք։ Լավ, բացատրում եմ, 41 թվականին սա Կրեմլ էր։ Սովետական միությունը համարվում էր 15 հանրապետությունների հայրենիքը, անցյալ անգամ ասեցի, չէ, я достаю из широких штанин дубликатом бесценного груза, читайте, завидуйте, я гражданин Советского Союза, այս պրոպագանդան նմանը չուներ։ Անում էին մարդիկ, պրոպագանդան ասում էր դու հայ ես, դու ադրբեջանցի ես, դու վրացի ես, բայց քո հայրենիքը Կրեմլն է։ Մարշալ Արմենակ Խամփարյանցը եւ 600,000 հայերը ոչ թե կռվել են ռուսի համար, այլ այն հայրենիքի համար, որը պրոպագանդայի համաձայն համարվում էր բոլորի հայրենիքը։ Հիմա մի 90-95 արդեն 100 տարեկան պապիկներ, ես չգիտեմ, մնացել են պատերազմի վետերաններ, թե չէ, կարող ենք ինչ բարոյական իրավունքով կարող եք այդ մարդկանց ամոթանք տալ, հանկարծ ասել դու Ռուսիա, ախր ինչ Ռուսի համար։ Ախր այդ պատերազմը Հայաստան էր գալիս, այդ պատերազմը Ղարաբաղ մտավ այն ժամանակ, հիմա Արցախ։ Եվ Արցախից պատերազմ գնաց ամեն երկրորդը։ Այս մարդիկ կռվում էին հայրենիքի համար, այլ բան էր, որ հայրենիքը պսևդոփուչիկ էր։ Բոլշևիկները կարողացել էին ֆորտպոստերով շարել, ամեն տեղ թողնել քաղաքական մի անկայուն իրավիճակ, ըստ այդ անկայուն իրավիճակի
ղեկավարել այդ տարածաշրջանը Կովկաս, Անդրկովկաս, չգիտեմ այսպես, չգիտեմ այնպես եւ շենացնել Բաքուն, շենացնել Թիֆլիսը, շենացնել Երևանը, այո, սովետական միության ժամանակ Երևանը դարձավ Երևան, հրաշալի էր։ Բայց եկավ 91 թվականը մենք անկախացանք եւ հայ ժողովրդի պատմությունը չխմբագրվեց։ Հայաստանի Հանրապետության առաջին իշխանություն, երկրորդ իշխանություն, երրորդ իշխանություն, տո չորրորդ իշխանություն, վաղը չգիտեմ 5-րդ, 6-րդ, որևէ մեկը իր առջև խնդիր չդրեց։ Եկեք խմբագրենք պատմությունը։ Եկեք մեր երեխեքին պատմենք, ասենք, գիտեք ինչ, սիրելի ժողովուրդ, դուք ունեցել եք մի պոտենցիալ, որը ամենատարբեր ժամանակներում թողել եք ամենատարբեր ժողովուրդների, բայց սեփական տան մեջ հիմնել եք Պրոկրուստյան մաճի վարդապետությունը, սեփական թակարդն եք հիմնել ձեր պետության մեջ։ Ձեր պետության մեջ դուք ատել եք ձեզանից խելացի մարդուն։ Ձեր հասարակության մեջ հայը կարող էր հայ լինել, ոչ թե հայ լինել, հայը կարող էր հասնել ամեն ինչի որտեղ ասես, բացի հասարակությունից, որտեղ շրջապատում էին նրան հայերը։ Այս հասարակությունը դուրս էր փսխում, եւ երբ որ եկավ 91 թվականը սովետական միությունը փլուզվեց, անկախ Հայաստանի որևէ իշխանություն 1, 2, 3, 4, եթե իհարկե այդ անկախությունը իհարկե չմնաց այդպես էլ ֆորմալ, իր առջև խնդիր չդրեց խմբագրելու պատմությունը, նոր սերնդին պատմելու, թե ինչեր արեցին հայերը, ինչպես կառուցեցին հնդիկների տունը, չինացիների տունը, Սինգապուրը, Վենետիկը, Հոնկոնգը, Մեքսիկան, ԱՄՆ, Անգլիան նույնիսկ, հա, մի 6-ի շպիոն։ Մի 6-ի շպիոն, այդ անաշեն Խարբերդից գնացել դարձել էր մի 6-ի շպիոն, ինչ գործ ուներ մի 6-ում։ Բա Հայաստանը, սովետական միության գերագույն գլխավոր չեկիստները, արևմտյան հատուկ ծառայությունները այն ժամանակ ասում են, որ սովետական միությանը փլուզումից փրկում է միայն մեկ մարդ, նրա գաղտնիքների տիրակալը, մարդ, որը տիրապետում է Կրեմլի ողջ գաղտնիքներին, եւ այդ մարդու անունն էր Իվան Աղայանց, չեկիստ։ Քահանայի 3 որդիներ են, երիքն էլ չեկիստ էին, Իվան Աղայանցն ու նրա 2 եղբայրները։ Եկավ 91 թվականը 600,000 հայերից, հարյուրավոր գեներալներից, մարշալներից, հերոսներից, սովետական միության կրկնակի, եռակի, չգիտեմ ինչ հերոսներից, քանի հազարը մասնակցեցին հայրենական իսկական պատերազմին, մեր պատերազմին։ Ես տոկոսային հարաբերություն չեմ կարող ասել, սիրելի ժողովուրդ, բայց հարյուրավոր մարշալներ մնացին ՌԴ կազմում։ Հարյուրավոր մարշալներ մնացին օվկիանոսից այն կողմ ԱՄՆ-ում, Եվրոպայում, հիմա էլ կան։ Հետո մենք եկանք տանը նստեցինք, այդ մահիճը բացեցինք, ասեցինք ում ոտքերը երկարա կկտրենք, ումը կարճա կձգենք։ Եվ սա դարձրեցին ինտելեկտուալ պարալիչ։ Եկան հասան այս օրին, հետո ասեցին, բա ինչով պիտի պահենք այս գերհզոր պոտենցիալին տիրապետող ժողովուրդը, իրավունք չուներ հազարամյակների դարերի քարուղիներով, այսպես ասած պատմության Չարենցի ասած, պատմության քարուղիներով գալ եւ հասնել խայտարակ սոսկալի մի իրավիճակի, որտեղ թվում է ամեն ինչ հասել է այն աստիճանի, որ այս ժողովրդի ձեռքից ինչ որ վերցնես, կասի ոչինչ տենց էր պետք։ Հարմարվողականություն, հազարամյակների դարերի կտրվածքով, պատմության մեջ հարմարվողականություն, անընդհատ կռվել են, անընդհատ պատերազմել են, անընդհատ մնացել են այդ խաչմերուկներում, անընդհատ օգտագործվել են մեկ սրա կողմից նրա դեմ, անընդհատ հավատացել են մեկ ռուսին, մեկ անգլիացուն, նույնիսկ թուրքին, նույնիսկ վրացուն։ Հետո եկան այս լենու բոլորերում, հիմա ես որ կխոսեմ, ինձ կասեն, բա ինչով պիտի պահենք, պիտի պահենք սեփական պատմությունը 5 մատի պես իմանալով եւ սերունդներին կրթելով։ Ես չգիտեմ իմ ալիքի հետ ինչ է կատարվում, ես չգիտեմ վերջը ինչ պիտի լինի, սիրելի ժողովուրդ, բայց մի քիչ ավելի ճակերտներ բացել ես ինձ թույլ չեմ տա։ Թույլ չեմ տա ինչի համար, որովհետեւ ես ինձ իրավունք չեմ վերապահում մտնել
միտեղ, որտեղ ինձ տրված չէ մտնելու։ Ես քաղաքականության մասին չեմ խոսում։ Ես անհատների անուններ չեմ տալիս, ինձ համար մի հաշիվ են, բոլորը մի հաշիվ են։ Նրանք, ովքեր նայել են անցյալ հաղորդումը, ես ձեզ ասեցի, հա, ինչպես են 3 գազաններն օգտագործում մի փոքրիկ գազանի իշխանությունը պահելու համար։ Ընդհանրապես անտառի բնակիչները նայեք դա։ 3 գազանների ներկայությունը ապահովում է փոքրիկ այս խեղճուկրակ իբր թե այսպես ճակերտավոր գազանիկի իշխանությունը։ Այս գազանիկի իշխանությունը մի քիչ թուլանում է, 3 գազանները գալիս են առաջ, սրա իշխանությունը նորից ամրապնդվում է։ Այսպես աշխատում է քաղտեխնոլոգիան, բայց ես խոսում եմ այն զորավոր պոտենցիալի մասին, որը հազարամյակների մեջ հայերը շաղ տվեցին ողջ աշխարհով մեկ, հետ չդարձան նայելու, որտեղ թողեցինք, ինչ թողեցինք, եկան հասան մեր օրերում եւ ինձ ասում են ինչով պիտի պահենք։ Եթե սանով չէիք պահելու, սիրելի ժողովուրդ, ուրեմն չասեմ այդ նախադասությունը, բայց այս ունեցածը, որ հիմա ունենք, այս ունեցածն էլ պահելու համար 30 տարվա կտրվածքով մենք 20-30 հազար տղեկի դրեցին գերեզմանը, որ դուք այդ տղեկի գերեզմանի առջև կանգնեք ու ասեք ինչով պիտի պահենք։ Հնդիկի համար կարողանում էին պահել, չինացու համար կարողանում էին պահել, Օսմանյան կայսրության բանակի կազմում կռվում էին Չերչիլի դեմ, Պարսկաստանի կազմում կռվում էին անգլիացիների դեմ, հնդիկների համար կռվում էին պորտուգալացիների դեմ, Մեքսիկայի համար կռվում էին ամերիկացիների դեմ, անգլիացիների համար կռվում էին բանի դեմ, Հիտլերի դեմ, կամ Իտալիայի ֆաշիզմի դեմ, հա, ինչպես մեր Արբալեջոս նվագախումբ այդ երիտասարդ երեխաները, որ որբեր էին ընդամենը, մինչև հասան Եթովպիա, մինչև տեղավորվեցին, մեկ էլ Մուսոլինին մտավ Եթովպիա, եւ այս երեխաները թողեցին գործիքներ ու գնացին զոհվելու ֆաշիզմի դեմ պայքարում Եթովպիայի ազատագրման համար։ Բա ուր էիք, սիրելի երեխաներ, սիրելի մարշալներ, գեներալներ 1991 թվականի անկախությունից հետո, երբ իբր թե ոչ ոք մեզ ոչինչ չէր թելադրում։ Լավ մնացեք։